նախորդ կանցեի գնական ժամանակ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդքան էլ էական չի, թե պաշտպանող կողմը ինչ ասում, ինչ փաստարկներ է բերում, որովհետև ինչպես նշեց պաշտպանս, հիմնական փաստարկին այն, որ մենք նույն գործով, նույնատիպի գործով 2 տարի առաջ ունեցել են խափանման միջոց վարչական հսկողություն։ 8 ամիս շարունակ եղել են վարչական հսկողության տակ, տարբեր լիմիտի սահմանափակումներ, որևէ անգամ մենք չենք խախտել դա, այսօր երկրորդ անգամ Մեղրատ Բաբետյանը հաստատում է, ինչպես եւ նախորդ անգամ հաստատել, որ խափանման միջոցը այդ վարչական հսկողությունը ամբողջությամբ իզորու է եղել, ապահովել, այսինքն խափանել, խափանման միջոցը ես ոնց հասկանում եմ, ճիշտ երևույթ չեմ, բայց պետք է խափանի հնարավոր անբարենպաստ ներգործությունները գարական պրոցեսի վրա։ Խափանել ասել են մի վարեք հաղորդում, չենք վարել։ Ասել են վարեք մի օգտագործեք ոչ նորմատիվ լեքսիկա, վարել ենք ու չենք օգտագործել։ Արդարացվել ենք, շարունակել ենք ոնց գտել ենք ճիշտ։ Հիմա ես մեղադրող Աբետյանի խոսքում հասկանում եմ, որ ինքը առաջարկում է պատիժ որպես օգտագործել։ Այսինքն ասում ոնց որ խելքները գլուխները չեն հավաքում, եկեք դրանք դեպամիս է տեսնել։ Ես չեմ հասկանում իր խոսքերը, բայց ես ինչքան գիտեմ, խափանման միջոցը պատժյալ միջոց չի։ Այդ հանուն տպավորության մասին։ Հիմա տեսեք, կարծում եմ, որպեսզի ավելի փաստարկված ասեմ ընդհանուր, որտեղ թե միայն խափանման միջոցի հարցը չի, այս 5 ամիսները ամբողջությամբ ռեպրեսիա, մասնավորապես, բայց ասում եմ նաև մեծամասամբ գործողությունների եւ ժամկետների վերաբերյալ բնականաբար վերաբերում է նաև Նարեկ Սամսոնյանին։ Ուրեմն տեսեք, 5 ամիս առաջ, մոտավորապես նոյեմբերի 13-ին 2025 թվականին, առավոտյան ժամը 7-ին իմ տուն են ներխուժում ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները զինված դիմակներով ահաբեկում են ընտանիքիս անդամներին, տարեց մորս, կնոջս, ինձ հարվածում գցում են գետնին, նկարում են դա ինչ-որ ռեժիսորական հմտություններով, ես էլ ոչ դիմադրում բնականաբար ոչ բան, ոնց որ 7 դեպ կինոթատրոնում լինեմ, են որ թափ տալիս, բայց իմաստ չկա, մոտավորապես այդպես վիճակում։ Տանում են քնչական ինչ-որ տենց կոշտ ձևերով, տենց դեմոնստրատիվ դամշարում են այդ ամենը։ Հետո տանում են դատարան, դատարանում քննիչը տարածքագրված է, ենթադրում եմ, որևէ տենց հիմնավորում էլ ասողը չի բերում, դե տարեք 2 ամիս նստացրեք։ Դատավորներ, իդեպ նույն դատավորը, որը տվել էր անխոզակության, թույլատվություն, ես պոդկասթի ժամանակ վիրավորել եմ վարչապետին եւ մյուսին, Ալեն Սիմոնյանին։ Ինչ խոզարկում էր տաների, ակնհայտ չէ, որ դժվար կա դուրը բացեն, մի քանի հատ քֆուր լսվի, իրանք արձանագրեն քֆուրը դառնան իրեն ապացույց։ Որոշումը չեն վիճակում։ Չէ, ես ուզում եմ դուք պատկերացրեք ինչի մեջ օրով ես ասում ես 5 ամիս էլի, ու առաջ օրվանից սկսած։ Խոզարկում են ակնո վրա են անում, ու բնական չէ դրա պատճառը բան չէ, ակին ինչ դիտեն, երկու DVD կինո են ինչ-որ վերցնում, մի հատ ֆլեշ կա, որի վրա եւ կուրսային սահմանացել, դրանով ծնվում է, բայց տակնո վրա են անում, տունը այդ մասկերով կանոնած զենքերով բանական հետո արգրավում են կնոջս հեռախոսը, համակարգիչը, իմ հեռախոսը, չգիտեմ ինչ են տալի, DVR-ը մեր տան բան, աբսուրդ է, մի հատ իրավիճակում է հայտնվում։ Գալիս են դատարան, տեսնենք նույն դատավորն է, որը տվել է այդ խոզարկության այդ ֆանտաստիկ որոշումը, ու ուրեմն դատավորը բնականաբար տենց էլ այդտեղ բաներ չկար խոսել, ու քննիչները ասում են նստեցնենք, ասում են նստեցնենք, դեռ ձեր են տալիս, բայց ես գնում եմ նստում։ Հիմա մենք դիմում ենք Մեղադրելը ասում է դատավորի որոշումը անվանում է ֆանտաստիկ որոշում։ Դա ասում է քննիչները ասին նստեցնենք, դատավորը բան չարեց, քննիչը ասացող նստեցրեց։ Ես խնդրում եմ վերջապես Մեղադրյալ Սարաթելյանին, քանի որ ես չեմ կարող ի պաշտոնել, խնդրում եմ դուք բացատրեք, որ չի կարելի դատավորների, քննիչների մասին ասել ֆանտաստիկ որոշում, քննիչը ասեց դատավորը արեց, այդ լեքսիկոնը։ Ներողություն, ես ասեցի քննիչը ասեց դատավորը արեց։ Ինձ վերակում է բարեր, որոնք իմը չեն։ Ես չեմ ասել, որ ես դուր գտա, ով ասեց, որ չի կարող ասել, որ մասնիկ։ Ով ասեց, որ չի կարող ասել։ Ես ինչ նոր կանոններ են։ Պատվաշն դա ես չեմ վերջացել։ Ես, որովհետև դատան է որոշում կայացել, ինչի չեք վերջացել։ Ձեր հարցադարձ։ Ես դատային եմ որտեղ ընդհանրապես պաշտպանել են, նրանք շուտով եք ասեք ընդհանրապես ոչ շահանակ։ Դա հիմա պետք չի վերացել Ձևակայությունը համարվել է համարվել։ Ողջույն, մենք նույնիսկ Մեղադրյալը նմանատիպ արտադրություն դա չի շնորհվում։ Մենք հասկանում ենք, որ ձեր ձևերի
նա խոսքը ասեց դա այդպես ասած։ Պատվաժան խոսքը ասեցն է խնդիրը։ Սա խնդիրն է։ Ամբողջ խնդիրն է պատվաժան դատարան, որ դուք ասում եք, ախր դուք կողմեն ասեք, էլի, որ խոսքը ասեց։ Խոսքը ասելով չի, խնդրում եմ, որպեսզի մեղադրողները հասկանան այդ խոսքը ասելու պատասխանատվությունը վերջապես։ Ներողություն, ֆանտաստիկ խոսքի համար ինչ պարտավորություն դիտում են, նրանք քեզ տարի նստեմ են բարի համար, ոնց է, դու ֆանտաստիկ բարի մասը գիտեք որ դա։ Ֆանտաստիկ բարի երկրորդ ասեք, երկրորդյան մի վերա։ Շատ ես իմ դեկորոշում եմ, որ ֆանտաստիկ որոշում եմ հայրենիքի համատեքստում խուզարկել մեր տունը հավելյալ հայրենիքներ գտնելու համատեքստում։ Ես գտնում եմ դա իրականությունից հեռու ինչ-որ ոչ էս իրականությունից վերցրական, որը բնութագրում եմ իբրև ֆանտաստիկ։ Հիմա ուրեմն մենք բողոքարկում ենք թե ես թե Նարեկ Սամսոնյանը, մեր պաշտպանները բողոքարկում են վերակնիչ դատարան, լրիվ պատահական թե իմ այն դատավոր, որը իմ գործին էր, ում գծված էր իմ գործը, թե Նարեկ Սամսոնյանին է, երկուսն էլ ծանրաբեռնվածության պատճառով հետաձգում են մեկը 10 ու մեկը 8 օր, ինչը հնարավորություն են ձեռնքանիշների մուտքագրել գործը դատարան եւ այս ճանապարհով ես չգիտեմ որ օրենք այդպեսին է, բայց բարձր այդպեսին է, որ վերակնիչ դատարանը այդ ճանապարհով դուրս հանում պրոցեսից եւ ուղղակի գալիս է դիրքորոշում։ Իդեպ Նարեկ Սամսոնյանի մասին տվել էր դիրքորոշում, որ սխալ է ունեցել, իրավաչափ չէ։ Գարանքը ինչը հետագայում ամեն դեպքում ունեցավ իր ազդեցությունը առաջին խաթանման ուրեմն միջոցը քննարկելու ժամանակ, թեպետ հետո արդեն ունեցավ։ Հիմա տեսեք, ուրեմն այս բանին ինչ ունենք, տեսեք, 2 տարի առաջ Չեզնի դատարանում Մասիվում Մեղադրող Ավետյանը պնդում էր, որ եթե ես Նարեկ Սամսոնյանը, եկեք ես ասեմ, ես ընդունենք, որ Նարեկ Սամսոնյանը մեծամասամբ նկատում է։ Ուրեմն ես լինելով ազատության մեջ կամ չլինելով առնվազն բանտում, կալանքի մեջ, կանխագուշակում էր, որ ես անպայման կրկնահանցանք եմ անելու մեծագույն հավանականությամբ, փախչելու եմ երկրից եւ մի քանի ուսերի ինչ-որ բաներ, հիմնական հետևոցներ, եթե չվստահում, հա։ Դատարանը վստահեց ավելի շատ մեր այն դիրքորոշմանը, որ մենք դա չենք անի, եթե դատարանը այս պարտադիր վերջաներ, հա, սահմանափակում է մտցնի, եւ հաստատի ստացվեց, որ մեղադրող Ավետյանը սխալվում է իր կանխագուշակման մեջ։ Մենք գտնվելով ազատության մեջ 8 ամիս, կամ ավելի ուզեր շիրը, որևիցե անգամ չենք խախտել այն սահմանափակումները, որը դրել է դատարանը։ 3 ամիս առաջ այս նույն դատարանում մեղադրող Ավետյանը պնդում էր, որ ես եւ Նարեկ Սամսոնյանը չլինելով կալանքի մեջ մեծագույն հավանականությամբ այն անպայման կրկնահանցանք ենք անելու փախչել եւ այսպես շարունակել։ Նարեկ Սամսոնյանը 1.5 ամիս գտնվել է տնային կալանքում։ Շուրջ 10 օր է գտնվում է վարչական հսկողության ներքո։ Ինչը փաստում է, որ մեղադրող Ավետյանը երկրորդ անգամ սխալվեց իր կանխագուշակումների մեջ։ Հիմա մեղադրող Ավետյանը պնդում է, էլի կանխագուշակում է, կանխատեսում է, որ եթե ես այսօր դրի չվերադառնամ Արմավիրի քրեական հիմնարկ, ես մեծագույն հավանականությամբ խախտելու եմ, չգիտեմ ինչ անելու։ Ես դες հավաստիացնում եմ, որ մեղադրող Ավետյանը այսօր սխալվում է 3-րդ անգամ։ Եթե դուք բավարար եք միջնորդությունը, մենք 3 ամիս հետո կգանք ու արդեն դա կլինի փաստ։ Այդքան բան, շնորհակալություն։